Աշակարգի Խաչատրյան, ձեր դիրքորոշումը պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ Պատվարժան դատարան, ուրեմն մենք ձեզ դիմում ենք պատվարժան դատարան Նեղադրող կողմին, քննչական կոմիտեին, քննիչներին դիմում ենք հարգարժան քննիչով բայց դժբախտաբար եթե դատարանը ես չեմ ուզում անձնավորել եւ քննչական կոմիտեն արժանի լինեին այն դպրոցին որով մենք իրենց կոչում ենք, ես այստեղ չէի գտնում։ Ինչու համար եմ ես սա ասում։ Ամբողջ մեղադրանքը կառուցված է ինչ-որ մարդկանց ցնորքների հիման վրա։ Իմ փաստաբանը իրավական ձևակերպումների վրա կառուցված փաստարկներ բերեց։ Ես իհարկե զերծ կմնամ այդպիսի փաստարկներ բերելուց, ես կփորձեմ ավելի սովորական, տրամաբանական ոլորտին վերաբերող փաստարկներ բերել։ Ստացվում է մի իրավիճակ, երբ չկա հանցագործության իրեղեն ապացույցը, չկա տուժողը, բայց կա պատվիրատու, չկա իրականացնողը, բայց կա պատվիրատու։ Ես ներկայացնում եմ որպես պատվիրատու, անցյալ անգամ տեղյակ դարձան, որ թմրանի 8 անգամ կորել է, չկա մարդը, որ ստացել է այդ թմրանի 8-ը, չկա մարդը, որը որ տեղադրել է, բայց չգիտես ինչու, հրապարակի վրա հայտնվել եմ ես։ Ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել, բայց մաքուր քաղաքական հետապնդման բաղադրիչներով, էլեմենտներով կառուցված գործով։ Եվ այլ բան, քան քրեական գործի անմիջական վերացումը ես չեմ ակնկալում։ Այստեղ ակնհայտ է, որ ամեն ինչ կեղծ է եւ շինծուր։ Եվ եթե դատարանները մինչև այս պահը գտնվեին իրենց բարձրության վրա եւ քննիչները բավարար դատախազությունը բավարար անաչառ գտնվեր, պատվիրակված չլիներ, մենք այս վիճակը չենք։ Հետևաբար ես ուրիշ ակնկալություն չունեմ, ուրիշ պահանջ չունեմ, այս է։ Մեղադրողի դիրքորոշումը լսեմ։ Շնորհակալություն պատվարժան դատարան, ստացել եմ միջնորդության քրեական հետապնդում դատարանների վերաբերյալ եւ ուսումնասիրության արդյունքում Արադարյան գրանցում ներկայացված արձագաններին եւ մեկնաբանություններին ավելի մանրամասն թեև կարճ ներկայացվեց, բայց ավելի ընդլայնված տարբերակով կներկայացնեմ։ Պաշտպանական կողմից ներկայացված այն դիրքորոշումը ըստ որի թմրամիջոցների իրացումը հնարավոր է բացառապես այն դեպքում, երբ առկա է դրանց ձեռքբերման նախնական նպատակ ունեցող անձ, իրավական առումով հիմնավոր չէ եւ բխում է քրեական օրենքի ներ ողջ տրամաբանություն։ Նա հարկ է արձանագրել, որ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը չի պայմանավորում թմրամիջոցի իրացման փաստը բացառապես այնպիսի իրավիճակով, երբ ստացողը նախապես ունի այն ձեռք բերելու կամ օգտագործելու նպատակ։ Իրացում հասկացությունը քրեական իրավունքում ներառում է թմրամիջոցը մեկ անձի մյուսին փոխանցելու ցանկացած ձևով, անկախ ստացողի սուբյեկտիվ վերաբերմունքից, եթե արդյունքում ստեղծում է փաստական տիրապետման հնարավորություն։ Պաշտպանության այն պնդումը, թե իրացումը հնարավոր չէ առանց ցանկացողի, չի բխում ոչ օրենքի տեքստից, ոչ էլ դրա նպատակից։ Հակառակ մեկնաբանությունը կհանգեցնի այն անհեթեթ հետևանքի, որ թմրամիջոցների փոխանցումը խաբեության, գաղտնի կամ հարկադրաբար դուրս կմնա քրեական պատասխանատվությունից, ինչը հակասում է սույն դեպքում օրենքի նպատակին, պայքարել թմրամիջոցների ատոմի շրջանառության դեմ։ Ավելին, քրեական իրավունքի տեսության եւ դատական պրակտիկայի համաձայն իրացման համար բավարար է, որ թմրամիջոցը փաստացի դուրս է եկել իրացնողի տիրապետումից եւ անցել այլ անձի փաստական միջավայր, անգամ եթե վերջինս այդ պահին չի գիտակցել դրա առկայությունը։
Այսինքն իրացումը կարող է իրականացվել նաև քաղաքի եղանակով, երբ թմրամիջոցը տեղավորվում է կամ տեղադրվում է անձի իրերի մեջ։ Պաշտպանության կողմի ներկայացած այն թեզը, թե թմրամիջոցի գաղտնի տեղադրումը չի կարող համարվել իրացում, նույնպես վիճարկել է, քանի որ տվյալ դեպքում ստեղծում է առնվազն պոտենցիալ վերահսկողության հնարավորություն ստացողի կողմից անկախ նրանից, նա այդ մասին անմիջապես տեղյակ է, թե ոչ։ Իրական իրավունքի փաստական տիրապետումը կարող է լինել անուղղակի եւ չի սահմանափակվում միայն գիտակցված տիրապետմամբ։ Միևնույն ժամանակ անդրադառնալով պաշտպանական կողմի ներկայացված ենթադրյալ վարկաբերման նպատակ հասկացությանը ինքնին չի բացառում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործի առկայությունը։ Հանցագործության շարժառիթը, մոտիվը եւ նպատակը կարող են բազմաշերտ լինել։ Եվ այն հանգամանքը, որ անձը գործել է այլ լրացուցիչ նպատակով, օրինակ վարկաբերում, չի վերացնում նրա գործողությունների քրեաիրավական բնույթը, եթե առկա են օբյեկտիվ կողմի հատկանիշներ։ Հետևաբար, թմրամիջոցի փոխանցումը կարող է իրականացվել նաև առանց ստացողի նախնական կամքի և ցանկության, գաղտնի տեղադրումը չի բացառում իրացման փաստը, եթե այն հանգեցրել թմրամիջոցի դուրսբերումը մեկ անձի տիրապետումից և տեղաբաշխմանը, տեղափոխման այլ անձի փաստական միջավայրում, ստացողի կողմից թմրամիջոցի առկայության չգիտակցում ինքնին չի բացառում հանցակազմը, վարկաբերման նպատակը չի վերացնում թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեաիրավական գնահատականը և ներկայացված փաստական հանգամանքները ենթակա են գնահատման դատականության ընթացքում և չեն կարող այս փուլում հանգեցնել հանցակազմի ակնհայտ բացակայության եզրակացության։ Ամփոփելով պաշտպանական կողմի ներկայացված հիմնավորումների դեմ առարկություններս, նշեմ, որ դրանք չեն վկայում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բացակայության մասին և չեն կարող հիմք հանդիսանալ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ գործի քննությունը բացառելու համար։ Ուստի առարկում եմ և միշտ ընդունում եմ Դուք հպստաբար կապտացել եք միջնորդությանը և հարգարժան մեղադրողի կողմից բերված հիմնավորումների մեծ մաս հենց այդ միջնորդության մեջ գրված է։ Այսինքն այն, որ այո, դա կարող է լինել նաև հնարավոր իրացողի կամ ծանկախ կամ գաղտնիության պայմաններում նա չի իմանալ, դա գրած է որոշման մեջ։ Հստակ գրած ասում եմ, բացառություն կարող է լինել այս հանգամանքը, երբ որ օրինակ իրացողը դրա մասին չի իմացել, բայց շատ կարևոր հանգամանք կա։ Նպատակը արարքի պետք է որևէ եղանակով չլինի այնպես, որ հանկարծ իրացողը այդ թմրամիջոցին չտիրանում։ Եթե նպատակը դատախազի կողմից մեղադրանքում ներկայացված հետապնդում հարցերում որոշման ներկայացրած գործողությունները իրականության մեջ գոյություն ունեն, նախկինի արձանագրում կարևոր է, որ այն ինչ որ նկարագրված է, դա իրականության մեջ գոյություն չեն ունեցել, բայց եթե անգամ այնպիսի գոյություն ունենային, հարգելի դատախազը իր մեղադրականում, իր հետապնդում հարցերի որոշման եւ հետագայում նաեւ մեղադրական եզրակացության մեջ ասել է հետեւյալը. Արշակ Սրբազանը ամեն ինչ արել է, որ այդ թմրամիջոցը ընդհանուր շրջանառությունից դուրս գա եւ որևէ եղանակով հանգած որևէ մեկի ձեռք տիրապետությանը չհանձնվի։ Եվ ի վերջո այդ գործողությունների արդյունքում ասում ենք օբյեկտը բացակայում է, որովհետեւ այն նպատակը, որ ըստ ներսագրված արարքի, որը նորից են կրկնում, բացարձակապես չի եղել, բայց նպատակը եղել է, որը չի կարող բերել առողջության բնակչության դեմ հետևանքի։ Այս նայտնից ներկայացրած ամբողջությամբ ինչպես որ տվել է որոշման մեջ։ Հիմա տեսեք, նկարագրությունը կամ այս հանցանքի բնութագրումը դատախազի կողմից տրված հավասարեցրեց հետևյալին. Եթե որևէ մեկը, որևէ եղանակով, ապօրինի եղանակով թմրամիջոցի կգնի թմրամիջոց, կտանի կգցի աղբար տեղը, ապա նա իրացման հանցագործություն կատարեց, որովհետև կարող է աղ տանող այդ մարդ աշխատողը, աշխատակիցը հանկարծ դրան տիրանա, հանկարծ նրա տիրապետության փաստացի տարածքում հայտնվի։ Ես այս մեկնաբանություն չեմ տեսել։ Այսինքն ստացվում է, որ թմրամիջոցը եթե ներեցիր աղբը, ուրեմն դու արդեն իրացրեցիր, որտեղ հնարավոր է ինչ-որ մեկը դրան տիրանա։ Ընդ որում, եթե մենք այս պրոյեկտենք այս ամեն ինչը մեղադրանքում, անգամ այդ հանգամանքն է բացառել դատախազը, որովհետև ըստ մեղադրանքի ասում է, որ հանձնարարել է զանգել ոստիկանությունը, որ գա ոստիկանությունը ինքը հայտնաբերի, այսինքն որևէ եղանակով հանկարծ որևէ այլ անձի ձեռքում չհայտնվի, քան ոստիկանությունը։ Այս ամբողջը եթե գոյություն ունենա օբյեկտիվ իրականության մեջ,
այս ամեն ինչը եթե չներկեղծ, անգամ անոչ նկարագրությունը եթե լիներ իրական, այստեղ հանցագործություն չկա։ Իսկ դատախազի կողմից բերված հիմնավորումների մեծ մասը միջնորդության մեջ կա, որպես բացառություն, եւ դրանք վերլուծելով վերջնական արդյունքում ասում ենք, այն նկարագրությունը, որ տրված է գործողությունների հանրության առողջության դեմ ուղղված չի։ Այսքան։